Մենք չպետք է վախենանք, ամաչենք, պատասխանատվությունից դժվարությունից փախնենք։ Աստված մեզ ստեղծել է այնպիսին, ինչպիսին դուք եք։ Մեզ ստեղծել է այնպիսին, ինչպիսին մենք ենք։ Տենց է ստեղծել մեզ։ Աստված մեզ չի ստեղծել այնպիսին, ոնց որ մի դուք տենց դարձել եք։ Մեզ տենց չի ստեղծել Աստված։ Աստված մեզ ստեղծել է ուրիշ ձև, մենք ենք դարձել այս ձև։ Պատճառներից մեկը եղել է նա, որ ինչ-որ մեկը միշտ քեզ ճնշել է։ Դու դարձել ես տենց։ Միշտ քեզ նեղացրել է, դու դարձել ես տենց։ Վնաս է հասցրել քեզ, դու դարձել ես տենց։ Գիտեք, ժամանակ կար, որ ես աշխատում էի շների հետ, շների դրիսերով կա կերակրել, եւ ես վախում էի այն ժամանակ լրիվ շներից։ Կապ չուներ, փոքր շներից վախենում էի։ Բայց երբ որ գնացի աշխատելու այդ շների հետ, այնտեղ բոլորը սա ավճարկ էին, մեջ ընդ տուզիկ շներ չկային։ Եվ առաջի բանը, որ ինձ սովորացրեցին, որ ես հասկանամ շներին, ինձ հագցնում են մեծ հաս շորեր, այդ հաս շորերը ինքը դժվար է շունը կայնակցի ու հասնի քեզ։ Այդ ձև, մի խոսքով, դիմակով, գլխարկով, ամեն ձևի, ձեռնոցներով, ոտներով, վալինկեքով, շները քեզ կծում էին, դուրս գմեր, որ ինչ-որ բաներ ան, բայց կոնկրետ ու գազազած ու կատաղած։ Ինձ ուղիղ մի ամիս էր, որ չէին կարող ընտելանան այդ շները։ Հետո քիչ-քիչ գլխարկը հանելով, քիչ-քիչ ձեռքերը հանելով, արդեն առանց թաթմանի։ Եւ հետո գիտեք, երբ որ դու ձեռքով կերակրում ես, քո ֆերամոններն է իրան փոխանցում, ինքը արդեն քեզ ճանաչում է։ 1, 2, 3 ու մի օր արդեն պոլնի հանեցի վրիշորը, մի ավճարկը ամենա լավ շունը ինձ կծեց հետևից։ Բռնեց ու ես հազիվ հասցրի ներս մտնեմ, այնտեղ տեղ կար, որ խաշեինք եփում իրանց։ Ես ներս մտա ու շոկի մեջ եմ, ես ոնց պետք է դուրս գամ ստեղից։ Մենակ եմ այդտեղ։ Սա շները բրախած են։ Հատ բրախել եմ, բարսը, այդ շանան բարս էր։ Ինքը ամենադամինիրուշի ворդ շունն էր։ Ինքը իսկական նեմեց էր։ Եվ շոկի մեջ է, ինչ հեռախոս, ինչ բանում զանգեմ։ Ես իմ այդ մարդիկ մեկ է մյուս օր ժամը 4-ին են գալու։ Ես ժամը 4-ին այդտեղ եմ մտել կերակրել, ինձ արդեն կծել են։ Ես շոկի մեջ էի։ Գիտեք, երբ որ դուք ձեզ կորցնում եք, այդ ժամանակ սա վատ բան է սկսվում։ Ես վերցրեցի լրիվ արդեն պլանավորեցի ինչ պետք է անեմ։ Առաջի հերթին բարսի հարցն է պետք լուծել։ Մնացած շները իրան են ենթարկվում։ Եթե բարսի հարցը լուծեցի, ուրեմն սա շների հարցը կլուծեմ։ Դուրս եկա այդ խաշերը ձեռքս, որովհետև մենք նոր ժամը 4-ին իրանց կերակրում, նոր ավսյանկա ենք լցնում, նոր խաշերը հանում ենք, մեծ խալադինքներ սառած լցնում ենք 40 լիտրանոց 2 հատ մեծ պղնձի մեջ ու եփում էր հաջորդ մինչև առավոտ։ Մեկը գալիս էր առավոտներ կերակրում, մեկը իրիկունը եւ ընկել է ինձ բաժին իրիկունը։ Երբ որ ես վերցրեցի այդ հում բաները, ես ստիպված եմ, որտեվ եփած չկար։ Ես դուրս եկա բարսի առաջ։ Բարսը ինձ ճանաչեց, որովհետև ձեռքիս ուտելիք կար։ Եվ ես եկա բարսի կլետքի մոտ ու հրամայեցի, որ բարսը ներս մտնի ու շպրտեցի, բայց ձեռս մի կտոր է պահեցի։ Այդ շորերն էլ ուրիշ սենյակում էր, ընդերից դուրս գալու համար պրոբլեմ։ Երբ որ եկա դուրս եկա, իրան հրամայեցի, որ դուրս մտի ու կլետքեմ ջղայնացա։ Գիտեք ոնց որ ոչ մի բան չի եղել։ Ես վստահություն ունեի, որ գիտեի, որ պետք է բարսից լսի ոնց, բարսին ուտելիք եմ գցում ու իշներ խեղտում է, չի թողում այդ ուտելիքի մոտենա, հենց իրա կլետք ենք, ինքը հենց մտավ, փագեցի սիրտս դում, ասեմ լավ է ինքը չջոգեց, մնացածին սեբադամամ, գինեք դրանց հետո բարսել ոչ մի անգամ ինձ չի կծե, ոչ մի անգամ, դուք ասում եք դժվար է, բայց ես դրանց հետո Ինչքան շուն եմ տեմ, Լաուրը, վայ, Լաուր ջան, հանգստացի, դու ունենց ես ամ, որ շունը ինձ կծի արդեն, մի արա տենց, պետք չի տենց անել, ոչ մի շուն բրախված շուն չի կծում, ժողովուրդ, ոչ մի բրախված շուն չի կծում,
Շունը գծում է, երբ որ ինքը իր տարածքում է, երբ որ շունը բրախված է ուրիշ տեղեր, ինքը չի գծում, եթե մատդ բերանը չկոխես իհարկե։ Հալելույա։ Չգիտեմ դա ձեզ համար ինչ-որ բան նշանակում է, թե չէ։ Հալելույա։ Բայց դե տենց ալնում, որ դու օրեցօր վստահություն ձեռք բերեմ։ Իսկ հետո ես դրանից հետո ես ուրիշ վստահություն ձեռք բերեցի։ Ես դրանցից թուլա տարա, պահեցի մի քիչ, ծախեցի ջումբելի վրա։ Ջումբելը Ստեփանում համար առաջին մարդն էր, որ հարուստ էր։ Ջումբելի վրա շուն ծախեցի, մտածելով, որ ինքը չի առնի այդ գնի 50 ռուբլի։ 50 ռուբլին փող էր։ Մեծ փող էր։ Երբ որ ջումբելը իմ շուն առավ 50 ռուբլով, ես շոկի մեջ էի։ Իմ մոտ վստահություն էր, որ ես կամ էլի շուն ծախեմ։ Հետո իմ վրա վստահ է, որ ես կարամ այդ փողերը հավաքեմ, մոտո առնեմ, քշեմ, որովհետև ես հեծանիվից էի վեր կացել ու սկսեցի մոտո քշել, ես վստահ էի։ Գիտեք քանի հետ եմ շուռ եկել, բայց ես վստահ էի։ Հիմա ես ուզում եմ մոտո ունենամ, ոչ մի ձև։ Ոչ թե վստահ չեմ, այլ ես չեմ ուզում մոտո ունենամ։ Հասկանում եք, ես չեմ ուզում մոտո ունենամ։ Ասեմ խի, ժողովուրդ, դուք ոչ մեկը մոտո չեք քշել այդտեղ։ Որովհետև ամառն էլ է ցուրտ իր վրա, աշունն էլ է ցուրտ իր վրա։ Ես չեմ ուզում, ուղղակի չեմ ուզում։ Հալելույա։ Գիտեք, եթե դուք ճնշված եք, դուք կարգին չեք։ Եթե դուք ձեր մեջ անվստահություն եք նկատում, կամ պակաս եք նկատում, անվստահության, հիասթափության, հուսահատության, դուք ճնշված եք։ Ձեր հետ ինչ-որ բան նորմալ չի, դուք կարգին չեք, եթե ձեր մոտ անվստահություն կա, հիասթափություն կա, հուսահատություն կա, դուք ճնշված եք դրանից։ Եթե դու հուսահատված ես, դու ճնշված ես։ Եթե դու հիասթափված ես, դու ճնշված ես։ Եթե դու անվստահ ես, դու ճնշված ես, դու չես կարող լավ լինես։ Քո մոտ հոգեվիճակը կարգին չի։ Պետք է փոխես դա։ Պետք է գաս, աղոթես, լցվես Սուրբ Հոգով եւ վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի։ Լցնել Աստծո խոսքով միտքը, ամեն ինչ կփոխվի։ Մարդիկ պատրաստ են Հիսուսի համար զոհվեն։ Ինչի մասին է խոսքը։ Իսկ դու վստահ ես, տեղից տուն կհասնես, թե չէ։ Կարաս քայլելով գնաս, թե չէ։ Ես լրիվ է դրանից հետո ապաշխարել եմ, բայց դրանից հետո լրիվ այդ փողոցներից, այս փռի փողոցներից հասնել Գերեզմանեի փողոց գիշերով, հասնել ինչ-որ մի տեղ էլի հետ դառնալ, քաղաքես ծերենցերը, անձրև, մութ, ցուրտ, լիքը շներ, ինձ ոչ մի անգամ շուն չի ռաստվել այդ գիշերներին, ոչ մի անգամ, գիտեի որ թե ինչ ասլան շներ կային, ես հավատացյալ էի, բայց ես աղոթում էի, ես գիտեի որ ոչ մի շուն ինձ ռաստ չի գալու, եւ եթե ռաստ եկան եւ այդ տարածքի շներ եղան, դա լավ չի եղնելու, որովհետեւ մեկը մեկով է հրահրվում, եւ նրանք մտում չեն տենում, թե դու ինչ ես անում, դու վախենում ես, փախչում ես, թե իրանց վրա քար ես շպրտում, եւ առա քարը խփում ես ու մեկի շուշին, մի խոսքով, ոչ բավարար վստահությունը միշտ հուսահատության հետ է կապված, ոչ բավարար վստահությունը հուսահատության հետ է կապված, դուք ըստ ձեզ իմանալով, դուք դժգոհ մարդ եք, թե գոհ մարդ եք, դուք ձեզ հարցրեք, դուք միշտ դժգոհ եք ինչ-որ բանից, միշտ դժգոհ եք, միշտ տրտնջում եք, ես դա իմ մոտ շատ եմ տեսնում, որ ես տրտնջում եմ, դժգոհ եմ, հետո հասկանում եմ, որ իմ կողքին մեկը ինձ ուշում է, որ հեքա տրտնջաց, գոհացի, գիտեք ճիշտ մարդիկ լավ է, որ ձեր կողքին են, բայց չէ երկու հատ դժգոհ, երկու հատ տրտնջացող, ինչ կլինի, երկու հատ դոդոշ, մեկը բան արում են, մեկն էլ, այո, համաձայն է իր այդ, ոչ, ինձ երբեք լավ չի թողում, ես տրտնջամ,
Միշտ ինքը իմ դժգոհությունից կտրմա, չի թողում, որ ես դժգոհ եմ, տրտնջամ։ Դժգոհությունը միշտ անբավարար վստահության մասին է խոսում։ Այս ինչ եղանակա, ով էս ինչա, էս ինչա, ամեն ինչից տրտնջում է։ Վատ պարողի համար ամեն ինչ բանա, չէ։ Плохому танцору все мешает։ Плохой танцорներ կան։ Ես պարեմ եմ, ես չեմ պարեմ։ Ես վստահ չեմ, որ ես կարամ պարեմ էլ այդպես։ Ոնց որ առաջ էի պարում։ Իսկ այն վաղ որ պարում ես, ոչ մեկ դեն չի պարե։ Ես էդ էլ եմ ասում։ Իմացեք, դա break dance-ի տարիներն էր։ Մենք թաղը մեծ դիսկոտեկաներ ենք կազմակերպում, մեծ դիսկոտեկաներ։ Ու ես միշտ գլխավորը տեղի պարողն եմ։ Այո։ Այո։ Ձեզանից ոչ մեկ չի տեսել, որ ես պարում եմ։ Ես ես կամ չէի։ Ես ես կամ էի։ Ես շատ նիար էի։ Ես կարայի քո մի շալվարի փողքի մեջ մտնեմ երկու ոտով։ Այ հիմիկվա ձեր վիճակում։ Ես այդքան նիար էի։ Հիասթափությունը, անվստահությունը քո վրա, հիասթափությունը։ Եթե դուք հիասթափված եք ինձանից, դուք անվստահ եք ձեր վրա։ Եթե դուք հիասթափված եք ինչ-որ բանից, դուք անվստահ եք ձեզ վրա։ Եթե դուք դեպրեսիա ունեք, դուք բավարար վստահություն չունեք։ Ձեր նկատմամբ ասեք, որ սա ուժեղ է։ Մեկ ես այստեղ ոնց որ հարփածի պես լինեմ, որ ծառայում եմ, ծառայությունը իմ աչքի առաջ ոչ մեկ չի գալի, ոչ մի բան չի գալի։ Գիտեք, ես իմ թեման եմ տեսնում մենակ։ Ես տեսնում եմ լրիվ զարգացումները։ Ես վստահ եմ, որ ես կարամ ծառայեմ, որովհետև ես տեսնում եմ սկզբից մինչև վերջ թեման։ Ես տեսնում եմ բոլոր զարգացումները ուր են տամ, ինչքան բուն է լինելու, ինչ կուլմինացիա լինելու, ինչ օծություն է գալու։ Ես վստահ ու ապավինում եմ Աստծուն։ Ես գիտեմ դեռ դա օրեր առաջ, շաբաթ առաջ, ամիս առաջ, 3 ամիս առաջ ես գիտեմ այդ օրվա ծառայությունը։ Որովհետև ապավինում եմ Աստծուն, ես գիտեմ, որ նոտաներին եմ սխում, Աստված գալու է։ Ծառայություններ կա, որ տեն չպետք է գնա, ես տենց եմ գնում։ Ծառայություններ կա, որ չի կարա բոլորի սրտով, ասես մի հատ հենց բան չասեց, որ ամեն ասենք։ Հենց գիտեն եկել այստեղ բանը, գյոլ խփողին բալետ անեն։ Ոչ, այստեղ գալիս են, որ լսեն հայտնությունները, ընկալեն, տրամաբանեն, մտածեն, գրեն, վերցնեն, գնան ապրեն, ոչ թե գալիս են լսում, գնում են իրանց ուզածն են անում։ Ոնց կարա տենց բան լինի։ Ոնց կաս դու փոխվես, ոնց կաս դու աճես, ես լսել ու գնացել եմ արել եմ։ Ինձ մարդը ասում է, ես ասում եմ այս բանը, դու արա այս բանը։ Ես քեզ ես եմ ասում արա այս, ասում եմ այս արա այս, ասում եմ մյուսն արա, դու ուղակի արա։ Ես քեզ ասում եմ այդքան բանը։ Իսկ ես չեմ նստում մտածում անեմ, չանեմ, ոնց կլի։ Ես գիտեմ, որ լավ կլինի, որովհետև դա ես չեմ հասկանում, բայց ես անում եմ։ Ուղղակի անում եմ։ Կուրորեն անում եմ, այո, ես վստահում եմ, ապավինում եմ, դրա համար ես չեմ նայում իմ հետևի աթոռին, ես ընկնում եմ իրա վրա։ Կարող է ձեր հետևին աչքեր կա, որ դուք տենում եք որտեղ եք պրիզիմլյացայրն։ Չէ, դուք կուրորեն եք նստում, ճիշտ է։ Չեմ լսում ձեզ։ Ձեր կնեք հետևին աչքեր կա, որ նստելուց տենում եք ուր եք նստում։ Եղել է, որ հենց իմացեմ աթոռ կա, շուռ եմ եկել։ Մի օր տանը մտածեցի աթոռ կա, ընգա, դա շատ ուժ է, այդ պահ որ մեկ հիշվում է ջղայնանում եմ ինձ վրա, եթե հետևիս աչքեր ունենայի։ Ինչ կարա անվստահություն առաջացնել ձեր մոտ, ինչ կարա, ինչը կարող է առաջացնել անվստահություն ձեր վրա, սա շատ ուշադրություն պետք է դարձեք, մի հատ հարց եմ տալիս, դուք հարգում եք ձեզ, ստեղ բոլորս, ովքեր լսում են ինձ, կարաք կոմենտարյաներ գրեք, դուք հարգում եք ձեզ, կարաք մեկնաբանություններ թողնել մեր էջում, ուղղակի մի հայհոյեք, պետք չի, ձեր կյանքը մի կարճացրեք, բայց ես ձեր բան եմ ասում, դուք հարգում եք ձեզ, գիտեք ինչն է ինքնավստահությունը պակասացնում ձեր վրա, հարգանքը դուք ձեր հանդեպ, եթե դուք ձեզ չեք հարգում, վստահությունը չունեք,
Աշխարհիկ մարդիկ հասարակ բան եմ ասում են ամեն մարդ ինքը գոնը պետք է իրան հարգի մի քիչ։ Եթե դուք չեք հարգում ձեզ, սիրելիներ, ումից եք նեղանում։ Հարգեք մի քիչ ձեզ։ Հարգանքի կորուստն է առաջինը, որ դուք վստահության պակաս ունեք։ Ասեք այսօր ինչքան շատ բան տվեցի ձեզ։ Ասեք որ լավ է, բավականին լավ է։ Եթե կուզեք ես իմ ճիշտ ռեգլամենտով եմ գնում, կարամ ավարտեմ անցքես, ես ունեմ դեռ 10 րոպե եւ ունեմ մի մեծ ծավալ դեռ դասի։ Հարգանքի կորուստը ինքդ քեզ քո նկատմամբ։ Մի բան ես արել ու սկսել ես քո հանդեպ հարգանքը կորցնել։ Դա չպետք է քեզ կոտրի, որ դու կորցնես ինքնավստահությունը։ Էլ դու չես կարող գլուխդ բարձր պահես։ Վախեցար սուտ խոսացիր ու դրանից հետո սկսիր կորցնել հարգանքը քո նկատմամբ։ Զգացել եք այդ բանը։ Վախից ուրիշ ձևի ասեցիր։ Դու հետո գնում քեզ նախ միսդ ուտում ես, քո միսը ուտում ես։ Ճամփեդ փոխեցիր ու քո միսը ուտում ես։ Խի փոխեցի։ Որովհետև դմբո ես։ Որովհետև դրանից հետո քո հանդեպ հարգանքը կորցնելու ես։ Չափից շատ մեծ պատասխանատվությունն է մեկնել ընկնում մարդու վրա։ Չափից շատ մեծ պատասխանատվությունը։ Մեծ պատասխանատվության են դրել իրան, ինքը եկել է Աստծուն, ինքը դրվել է մի գործի, իր վրա մեծ գործ են դրել։ Դու առաջի անգամ գնացել ես այդտեղ ու ատոմային ռեակտորը քեզ են վստահել։ Առաջի անգամ ասում են աշխատանքային փորձն էլ կարևոր է մի տարվա եւ դու աշխատանքային փորձ ունես ինչ որտեղ փոշտում ես աշխատել։ Հետո եկել ես քեզ Չեռնոբիլի ռեակտորի վրա դերը տվե տրակացրել ես։ Քո վստահությունը կորչում է, երբ որ քո վրա մեծ պատասխանատվություն են դրել ու դու չես կարողացել այդ հարցը լուծել։ Գիտեք, դա չպետք է այդ ձև դուք նայեք, որ դա շատ վատ է։ Դրել են մեծ ծառա, եկել է մարդը, նորը ապաշխարի, նորը ապաշխարվի։ Նորը ապաշխարի, մի ամիս չկա։ Դրել են իրան մեգատնային խմբի վրա, որտեղ մի 70 հոգի կա։ Պուխի պրախ, սաղին ջուրտուկշի արեց, որովհետև ինքը փող ուներ, իրան դրել են եւ իրան կոտրեցին, այսօր ինքը չի կարողանում վերականգնվի։ Ապաշխարել է, երեգա ապաշխարել, բերել է, դրել է, ասում է, ինքը իմ օգնականն է։ Կարող է նորմալ չես։ Հետո իր այդ կեղծ ինքնավստահությունը կոտրվել է։ Հետո թռել է, որովհետև հիմք չի փորե, չի գնացել խորը, չի աճել խորը։ Եվ իր վրա մեծ պատասխանատվությունը դա հիմա Պողոս Արաքյալն ասում է։ Դեր նախորդ շուտով ոչ մեկի վրա ձեր մի դա պատասխանատվության մի դնի մեծ գործի։ Նորա դարձա, նորա հավատա, եկել ու հովիվ են դրել իրան։ Ինչ պետք է ինքը անի։ Ոնց պետք է ինքը անի։ Ինքը չգիտի։ Եվ ինքը հետո թռնում է իր ծառայությունից, կոտրվում է ինքնավստահություն էլ չկա, նահանջ է ապրում ինքը։ Միանգամից շատ փող է գալիս, հաջողություն, կարճ ժամանակում, սա կասկածելի բաներ են։ Սա կասկածելի բաներ են, որ միանգամից այդ մարդը հաջողակ դարձավ։ Եվ միանգամից ինքը դարձավ եկեղեցու երկրորդ մարդը, այ քեզ բան, ոնց։ Մենք չենք նախանձում, ուղղակի նորա դարձա, իրան դրել են, որովհետև իր հնգերն է։ Ընկերս որն է։ Հոգևոր կյանքում ինչ ընկեր, կարաք ասեք, ընկերս որն է։ Ընկերս է։ Ինձ համար ընկեր չկա, ինձ համար կա Աստծո մարդ։ Ինձ համար կան քույրեր եւ աղբերներ։ Մեծ արագությամբ առաջագնամ։ Վաղ տարիք եմ, որոշները տրտնջում են, որ դանդաղ են առաջ գնում։ Սա շատ կարևոր բան է, որովհետև դա ինձ հետ տեղի ունեցել։ Շատ դանդաղ եմ աճել, շատ դանդաղ, որովհետև ոչ մեկ հիմք փորելուց շատ արագ չի փորում։ Միայն արագ բարձանում է շենքը,
Սկզբից փորին, տարուկես փորում են, չէ՞ դեռ աշտաբերդ։ Բայց երեք բարձանում եմ թե առաջ օր, արդեն սենց հարգ ա երևում, ինչ-որ բաներ ա երևում արդեն, փառք Աստծո, հույս կա, որ մենք տազատներում կապրենք, կազատվենք ես կռիսանոցից, բայց տակ անկյունից։ Կռիսների մասին ես Կիրակի մի բան պետք է ասեմ, ամենավերջը, մի պահ, ձեր դուրը կգա։ Ալելույա։ Մեծ շենքերը խոր հիմքեր ունենում։ Մեծ շենքերը խորը հիմքեր ունենում։ Այդ որ դուք տեսնում եք, բարձրահարկ, երկրահարկերը որ կան, դրանք շատ լուրջ խորը հիմքեր ունենում։ Իրանց այդ ուղիղ տեղը չեն շինում։ Իրանք մի ահագին հարգել դեռ գետնի տակին են։ Եվ ավելի ամուր է հիմքը, քան վերևը։ Չափից շատ ուշադրությունը, չափից շատ չափաբաժինը, չափից շատ փայլը, փողը, շատերը չեն կարողանում դիմանալ այս ճնշմանը։ Հետո գժվում են այդ փառքից։ Որովհետև վրազ ուզում են բարձրանան, առաջ գնան։ Հետո խփնվում են, կտցնում են, ու այն ձև չեն խոսում։ Ոնց որ պետք էր խոսային, սկզբնական սովորելիքները պետք է ունենային Քրիստոսի մեջ, ինչ ասես դուրս են տալիս։ Դու չպետք է նեղվես, որ ձև արագ չի տրվում քեզ, դու պետք է աճես։ Եվ աճում են շատ դանդաղ եւ գաղտնի վայրերում, որ ոչ մեկ չի տեսնում։ Ոչ մեկ չի իմանում, այս մարդը հայտնվեց մի օր։ Այդ որտեղից հայտնվեց բեմահարտակը, այդ որտեղից հայտնվեց միկրոֆոնը, այդ որտեղից ծառայեց։ Ինչ ճիշտ բան էր։ Երբ որ ինքը աճում էր, շատերը նստած կոֆե էին խմում տոննաներով։ Հա, տոննաներով կոֆե են խմում։ Ստեփանավանի կոֆեի հերը անեցել էին։ Սաղ պալաններ իրանք էին տվել, բայց ես աճում էի, ես կարդում էի, փորփրում էի, գրքեր էի ստանում, զակազ էին տալի ինձ համար, գնում էի երկու հատ քույրիկ կային, Չարենցի վրա, տարիքով քույրեր, մեկը հիմա երկնքում է, ինձ ռուսերեն էին սովորացնում, ինձ սովորացնում էին ամեն բառը, միտքը, ես բառարան չունեի, իրանք ունեին բառարան, բայց ինձ չեն տալիս, իրանք ինձ խոսում էին առանց բառարանի, սովորացնում էին ինձ առանց բառարանի, ես լսում էի իրանց, ես վազում էի, մի խոսք էի ման, վազում էի իրանց մոտ, Ռայան ու Թամարան, վազում էի իրանց մոտ, ես ինչ խոսք է, այս բառը, այս խոսքը, որ ես կարդաց եմ մանիպուլյացիա, իրանք ինձ դասկանալի սովորացնում էին, խորը, ինչքան հնարավոր է խորը, ամեն ձևի, եւ իմ դասատուներն էին իրանք, ռուսերենի կարելի ասել, ես ռուսերեն անու բան չգիտեի, բայց ես ծարավ էի, ես ուզում էի իմանամ, ես գրքեր էի ստացել ռուսերեն, որ չգիտեի ոնց կարդամ, ես կարդում էի, բան չէի հասկանում, վազում էի իրանց մոտ, գծում էի, նշում էի, իմ սաղ գրքերը նշած էր, խզբզած էր, գրած էր թղթերի վրա, ես վազում էի իրանց մոտ, ասում էի, բառը ինչ է, այս բառը ինչ է, այս բառը ինչ է, մենք լսում ենք ինչ-որ բան, մենք կամ դաս ենք անում, մեկ էլ ասում են, այս բառը ինչ է, ես մի անգամից ասում եմ, ինչ շատ հազվադեպ է կարիքը լինում բառարանի, որ ես բառարան օգտագործում, հետ էլ հեռախոսի բառարան, ասեմ ես ունեմ, հետո ինձ մեծ բառարան տվին, ինձ ուրիշ բառարան տվին, հետո ես սկսի Աստվածաշնչի բառարանն նայեմ, կարդամ, սովորեմ, եւ ոչ մեկ չգիտեր, որ ես ինչով եմ զբաղված, կարող է ուրիշները ռուսերենի մեջ արդեն կային, բայց ես հոգևոր տերմինոլոգիան բառարանով եմ սովորել, անգամ բառարանը, աշխարհիկ բառարանը չէր կարողանում դիպուկ ճիշտ ասի դրա մասին, բայց իրանք խոսում են շատ խոր իմաստ, ինձ սովորացնում են դետալներով, ժողովուրդ, ինձ այդ երկու կինը բավականին բան սովորացրեցին, եւ իրանք չգիտեն, որ իրանք մարդ են պատրաստում այսօր, ծառայող են պատրաստում, իրանք չգիտեն, որ ինձ համար գրքեր են պատվիրում, որ ես ուտում եմ այդ գրքերը, Դերեկ Պրինս, Քենեթ Կոուփլենդ, ես ուտում եմ այդ գրքերը, ամեն բառեր ուտում եմ, եւ այս հին ուխտը, իրանցի եմ սովորել ավելի շատ, իրանցից, Յոնգիչո, ես կարդում եմ Յոնգիչոյի տպած 4-րդ չափսը, Իզմիրենյան, եւ ես տանում եմ ուրիշ տեղեր, որ պեչատեն այդ գրքերը ինձ համար ունենամ, հավատքի գրքերը արտագրում էի, քսերոքսներ չկար այն ժամանակ,
Ես աճում եմ, իսկ բոլորը կոֆե են խմում։ Ոչ մի աստվածաշնչյան դասընթաց ես ոչ մեկին չեմ տալիս անգամ մի րոպեով։ Ես դա գրեմ, ես 2 անգամ եմ գրել։ Ես դպրոցը հավաքել եմ, 2 անգամ եմ գրեմ, մի անգամ դպրոց եմ գրել, մի անգամ մարգարագրել եմ, հետո մի անգամ արտագրել եմ ուրիշ լավ տետրեր եմ, հետո տվել ենք մագային, մագան գրել է, այնտեղից էլ ենք ահագին բաներ անել, աշխատել ենք ահագին։ Ես շարունակ աշխատում եմ, շարունակ։ Իսկ դա վստահություն է ձեռք բերում, դու իմանում ես արդեն։ Մի խոսքով, վստահությունը գալիս է իմանալուց, վստահությունը գալիս է նաև ձախողվելուց, բայց փորձելուց։ Փորձեք, շարունակ փորձեք։ Երիտասարդ ժամանակ 3-րդ կետն էր սա, չգիտեմ դուք կետեր գրել եք, ես ասել եմ, չեմ ասել, բայց ենթարկում են կոպիտ քննադատության։ Սա կարա կոտրի մարդու վստահությունը։ Այսինքն երիտասարդ ժամանակ, երբ որ սկսել է մի բան անել, իրան կոպիտ քննադատել, ենթարկել են քննադատության ու ինքը կոտրվել է այդտեղ։ Պարզ է, չէ՞, միտքը։ Այսինքն դա կարա բերի, ինչ-որ մեկը իրան զոհա տենում ստեղ, դրա համար, ես զոհ եմ, բոլորին է քննադատում են, չեն քննադատում նրանց, ովքեր ոչինչ չեն անում, այսինքն դա կարա բերի ոչ բավարար վստահություն, այսինքն մարդը էլ բավարար վստահություն չունի ինքը իրա վրա։ Եվ ծնողներն են դա արել կամ անում են իրանց երեխաների նկատմամբ քննադատում են իրանց երեխեքին, որ ինքը չի կարող անի դա, իրա մոտ չի ստացվի, այդ ծնողներից տեղել կան, այդ ծնողներից լսողներից է կան, ովքեր լսում են հիմա ինձ, ձև խոսքեր կա, որ ասում, դու չես կարա, դու չես կարա, քո մոտ դա չի ստացվի։ Ընդհանրապես պետք չի քննադատել նրանց, ովքեր ցածր են մեզանից։ Կամ հավասար են մեզ։ Մենք պետք է բարձրացնենք իրանց։ Դրանում մենք կարող ենք կործանել նրանց վստահությունը։ Այնպես մեծագույն անձիկ, ովքեր իրենց դրսևորել են կամ արտահայտել են, կնեք չեն արտահայտել, ովքեր կարող են լինեն, տենց էլ հաջողության չեն ասել, որտև ինչ-որ բան պահել է իրանց, իսկ որոշ բաներ վանել է իրանց, ինչ-որ բանի կարիք կար, որ իրանց պետք է հրեր առաջ, և իրանց չի հրել առաջ, իրանց պահել, իրանց քննադատել ու այդ մեծագույն անձիկ տենց էլ մեծագույն անձիկ չեն դարձել։ Բնական խոչընդոտներից մեկը կարա լինի ֆիզիկական, որ մարդը ինքը իրա վրա վստահ չլինի, որովհետև շատերը հենց դրանից կոմպլեքս ունեն, որ իրանք ինչ-որ դենենց չեն երևում նենց։ Այսինքն մեկը կակազմ է, մեկը խնդիր ունի խոսքի, մեկը խնդիր ունի իր ֆիզիկական մարմնի մեջ կամ շուտ ձեռքի հետ խնդիր ունի, աչքի հետ խնդիր ունի, մեկը հասկանում եք, մեկի աչքը շիլ է, մեկի ձեռքը կարա պարալիզացված եղնի կամ վնասված եղնի, ոտքը կաղելուց լինի։ Շատերը մտածում են, որ եթե ունեն այս ֆիզիկական թերություն, կարելի է վստահ չլինել։ Մենք նայենք այս մարդուն, որ առանց ձեռքի և ոտքի է։ Ինչ էր անունը։ Նիկ Վիչուչ, Նիկ Վիչուչ։ Իրա վստահությունը չունի ոտք, չունի ձեռք, տերն է։ Ինքը հռետոր է, ինքը գրքեր է գրում, ինքը ընտանիք ունի, երեխեք ունի։ Դա վստահության պատճառով է։ Ինքնավստահություն, որ ինքը կարող է։ Որտև մի օր ինքը մտածում էր իրան կսպանի ու վերջ, որովհետև ես սենցում եմ պետք, ես սենց ինչ կարամ անեմ, ընգնեմ ջուրը ու խեղդվեմ, բայց
Աստված կանգնացնում է իրան, ասում է մի արա։ Եվ սկսում Աստված աշխատել վստահության։ Այսօր որ Սուրբ Հոգով չես մկրտում, պատճառը ո՞րն է։ Դու չես ապավինում Աստծուն, չես վստահում Աստծուն։ Դες բան չկա խոսքն, որ Աստված չի կամենում։ Մարդը գայս է եկեղեցի նստած է տարիներ, վերստին չի ծնում, չի ապավինում Տիրոջը մարդը։ Այսօր ես չեմ վստահում, դրա համար ես չեմ անում այս բանը։ Իսկ ես վստահում եմ, որովհետև անում եմ։ Իսկ ես նորից բաներ կա, որ էլի եմ վստահելու, էլի եմ քայլեր անելու, ապավինում եմ։ Ես հավատում եմ, որ իմ մոտ կստացվի, ես կարամ ու իմ մոտ դա կստացվի։ Ես անգամ պարգևների ոլորտում ավելի եմ խորը գնալու, ավելի եմ պարգևների մեջ հայտնաբերելու բաներ, որը գրված Աստվածաշնչի մեջ ու իմ մեջ է դա։ Ես վերստին ծնվել եմ ու իմ մեջ է դա։ Դիպուկ ու գլոբալ մարգարեություններ, դիպուկ ու ավելի լոկալ մարգարեություններ պետք է անեմ, ավելի գլոբալ ու ավելի լոկալ գործողություններ մեջ են մտնելու պարգևների ոլորտում։ Մարդիկ, ովքեր ապավինում են Աստծուն, վստահությունը գալի իրանց մեջ։ Եվ իրանք վստահ ու ապավինում են Աստծուն։ Իսկ երբ որ դու նստած վախենում ես, որ անես, վախենում ես սխալ անես, վախենում ես սխալ լինես, հավատա դու լրվել ես միտեղ, ինչ որ միտեղ լրվել ես, հա վախենում ես, հա վստահ չես, Օրալ Ռոբերտսը կակազում էր, Բենի Հինը կակազում էր, Մովսեսը կակազում էր, դու գիտեք, որ Մովսեսը կակազում էր ոչ իր ամբողջ կյանքի մեջ, մարդիկ մտածում են, Մովսեսն է կակազում էր, Մովսեսը կակազում էր մի արանք, դա մի պահ էր, որտեղ ընդամենը իր եղբայր Ահարոնը պետք է իր համար լիներ լեզու եւ բերան, բայց դրանից հետո չի գրված, որ Ահարոնն էր իր տեղը խոսում, ինքը մտնում էր եւ այնքան հստակ, վարժ եւ ավելի վստահ էր, որ խոսում էր Աստծո հետ եւ Աստված իր այդ գրված է 3 առ 3 էր խոսում եւ Մովսեսը պատասխան էր տալի Տիրոջը խոսում էր եւ Տիրոջը արձագանքում էր։ Այսինքն հիվանդությունները կարան խոչընդոտ լինեն, որ ես վստահության պակաս ունենամ։ Ինչի մասին եմ քարոզում շաբաթներ առաջ, որ Գաբեսը փառավոր էր իր բոլոր եղբայրներից, բայց սա աղոթք արեց ու ասեց. Երանի դու լսեիր ինձ, երանի պատասխաներ, երանի իմ սահմանները լայնացներ, երանի ինձ օրհներ։ Ես հավատում եմ, որ ապավինությունը այս ձևի խոսքերը, որ ինքը ես, ինձ համար, ինձ, սա գալիս է Աստծուն ճանաչելուց, այս ձևի վստահությունը։ Եվ դրա ախտանիշներից մեկը վախն է, վախը։ Առաջինը, որ կարող ենք հանդիպենք ամեն բանի վստահության պակասը, դա վախից է գալիս։ Վախն է, վախի պատճառով է, որ մարդը վստահ չի, պակաս է իր վստահությունը։ Վախեցա դրա համար խոսացի, վախեցա դրա համար չայցի, հավատացի դրա համար խոսացի, հավատացի դրա համար ասեցի, հավատացի դրա համար գործեցի։ Ոչ բավարար վստահությունը վախը գնում են իրար հետ։ Ոչ բավարար վստահությունը եւ վախը։ Մի քիչ վախ, մի քիչ ոչ բավարար վստահություն եւ շատերը խոսում են հենց այդ ձև վախեցա, այս ձև վախեցա, հետո վախեցա, էլի վախեցա, ու ինչքան լսում ենք սաղ վախեցան։ Վախ վխելով արեցի, մի քիչ վախեցա, բայց սենց մի քիչ է համարձակվեցի։ Գիտեք, ոչ մեկ անսխալական չի, բոլորը սխալվում են, բայց եթե վախենաս, որ դու սխալ անես, սխալ խոսաս, սխալ շարժվես, դու գնաս գերեզման, դու շուտ կմեռնես, քո կոչումը թերի կլինի, դու չես բացվի, քո լրիվ պոտենցիալը չի բացվի, չի արտահայտվի, այստեղ բոլորը ունեն այդ մեծ պոտենցիալը, ասա այդ բան եմ ասում, այստեղ են, որ ինձ սպանեցին, պատկերացնում եք ամեն մեկի մեջ այս ձև հատիկ կա, պոտենցիալ կա, որ կարա աշխարհը թնդացնի, լադր դա մի տոկոսներ, դա մի տոկոսներ, և մի տոկոսից էլ քիչ էր, միկրո տոկոսներ էր, որ այդ պոտենցիալը կար և աշխարհը գիտեցավ իրան ավելի, և պատկերացնում եք Հիսուս ամբողջ պոտենցիալը բացում է իրան,
Վախն է պատճառը, ժողովուրդ։ Ես չեմ ասում, որ մենք հիմար պետք է աղնենք, մենք ենքամ հիմար պետք է աղնենք, որ ասենք ես չեմ վախում, ձեռքս տոկի մեջ եմ մտցնում, դա մասին չի խոսքը, գործելու մասին է խոսքը, վստահ լինելու մասին է խոսքը, ովքեր, որ վստահ չեն իրանց վրա, հիմնականում պատճառը վախն է, վախը սատանայից է, և թույլ չի տալիս, որ մարդը առաջ շարժվի, փչացնում է ձեր կյանքը, վախը փչացնում է իմ ու քո կյանքը։ Ես այս շարունակելու եմ մի քիչ ներքև, ավելի որ մի քիչ էլ ավելի պարզ դառնա, որովհետև այստեղ ֆիզիկական թերությունն ենք ասում, այստեղ վախ ենք ասում, որն է պատճառը, որ ես չեմ կարողանում կամ ես կարողանում եմ։ Դուք պետք է հասկանաք, որ սկսեք վստահություն ապավինության ֆոկուսը Աստծո վրա պահել։ Գիտեք, մարաթոն վազողները ընդհանրապես վստահ են լինում, իրանք կարան վազեն, թե չէ։ Վստահ են լինում, ես ասում եմ 21 կիլոմետր այսօր պետք է վազենք, չգիտեմ քանի ժամվա մեջ, դե ոչինչ, վստահ է մարդը կամ վստահ չի մարդը, որ կվազի։ Այդ ժողովուրդի հետ ամբողջ այդ հարցը նա չի, որ ստեղ ով առաջ տեղն ունեմ։ Մարաթոն 21 կիլոմետր, դա վազում են բոլոր, որպեսզի բոլորը հասնեն այդ ֆինիշին, բացի ես դա արեցի, ինքը ոչ մեկ է չի մրցում դա, չի մրցում, հասկանում եք, այնտեղ հաղթողներ չկան այդ ձև, դա մարաթոն է, վստահ վազում է, վստահ չի վազում, ինչի վրա չի վստահ չի իր շնչառության վրա, վստահ չի իր կամքի վրա, իր մեջ համոզված չի, որ ինքը կարան, ինքը վստահ չի, որ ինքը կհասնի մինչև վերջ, ինքը վստահ չի, որ միտեղ կհոգնի, միտեղ ծուլությունը կխանգարի, չգիտեմ, միտեղ ով եղանակը չի լավ, վստահ չի արդեն շատ բաներ կան։ Մեկ էլ երկի բնակավարում, վստահ որ կերքի երգում է, վստահ չի երգում, եթե ես վստահ չեմ երգում, երբ որ ես վստահ եմ, ես երգում եմ ստեղ, կապ չունի ինչ եմ երգում, բայց երգում եմ, ու բոլորից էլ լավ եմ երգում, ասաց ով Միխայելի, և վերցնում եմ իմ ձայնը, վերցնում եմ, ես վստահ եմ, որ այդ բարձր նոտան կվերցնում եմ, վստահություն նախ և առաջ գալիս է վերստին ծնված մարդու մոտ, վերստին ծնվելուց հետո, ինչքան մարդիկ են եղել պատմության աշխարհում, որ վստահ չեն եղել, իրանց Հիսուս իրանց գտել է, փրկել է, իրանք փոխվել են, ասում նա է սրա վստահությանը, նայում են անուսում մարդիկ են, բայց համարձակ են խոսում, վստահ են խոսում, բայց Հիսուսի հարությունից առաջ իրանք ոչ մեկն է վստահ չէին իրանց վրա, ցակուցրի եղան, վախից փախան, և վստահությունը գալիս է գործք 1:8, որ ասում է դուք վերից զորություն պետք է առնեք, ուժից է գալի վստահություն, ուժը ծնում է իրավունք, և իրականում գործք 1:8 Աստված մեզ ուժ է տալի, զորություն կառնենք վերից իմ վկաները լինելու համար, սկզբից Երուսաղեմ, հետո Սամարիայում, հետո ամբողջ աշխարհի ծայրերում, վերստին ծնվում ես վստահություն է գալիս, զորություն ես տամ, այսինքն Սուրբ Հոգով մկրտվում ես, վստահություն է գալիս, և նրանք նայում են, որ սրանք անուսուն մարդիկ են և վստահ են, և իրանց վստահությունը ձևավորվում է Հիսուսի վրա։ Գիտեք ճիշտ տեսքն էլ է վստահություն բերում, ճիշտ տեսքը։ Եթե դուք գիտեք, որ ճիշտ տեսքի մեջ չեք, դուք վստահ չեք, ճիշտ եմ ասում։ Կենցաղային հարց է, բայց ճիշտ հարց է։ Երբ որ այն շորը չես հագացել, դու քեզ վստահ չես զգում։ Մանավանդ կանայք վստահ են զգում իրանց, երբ որ ճիշտ շորերի մեջ են։ Տղերքը կարան, չգիտեմ, վերջնի մի հատ քոսոց սպարծինով մանգան, շատ վստահ մանգան։ Բայց իրականում այդ ձևի վստահություն էլ կա։ Բայց դա չի նշանակում, որ վստահության համար բանը տեսք եմ ստանում և շատ տարօրինակ եմ երևում, էդ էլ կա։ Տարօրինակ տեսք ունի, իրան չի սազում, բայց ինքը հագել է, բայց շատ վստահ է իրան զգում։ Դրա մասին չի խոսքը, այլ երբ որ մարդը ճիշտ է երևում և ճիշտ շորեր է հագնում անգամ։
որ մարդը տարօրինակ է երևում, դա նշանակում է, որ ինչ-որ բան իր ներսում էլի չի հերիքում իրան։ Լուրջ չի հերիքում։ Հաճախ զարդարում են իրան, զպրտվում են, անգամ չեն էլ նայում, որ իրանք շատ գեյշն են դառել, շատ։ Մենք պետք է արտաքին տեսք անենք գրավիչ և ներդաշնակ, համատեղ։ Այսինքն ընդհանրապես այս բան կա, ձեր արտաքին տեսքն էլ հաճախ որոշում է, որ ձեզ կընդունեն, թե ոչ։ Լուրջ բան եմ ասում, դուք գնում եք խանութ, դուք գնում եք դուրս, դուք գնում եք փողոց, դուք գնում եք քաղաք, ու սովորական եք հագնում, 100% աչքի չեք ընկնում։ Բայց բավական է մի քիչ ակնես նենց ոնց որ դու բեմում ես, սաղ նկատում են քեզ, սկսում են սաղ նայել քեզ։ Ըլմա որ ծառայությունից առաջ կամ հետո քաղաքում ինչ-որ միտեղ պետք է իջնեն դուրս գանում են, վրաս սկսում են նայել, մինչև այդ դու միշտ եղել ես այդտեղ, գնաց եկել ես։ Անգամ Եհովայի վկաներն են նայում, եսով այս կաստյումով մարդ ափսուս չէ, որ մեզանից մեկը չի։ Ոնց ենք լուծել այս հարցը, պետք է աշխատել ամբողջ ուժով, որպեսզի այդ վստահությունը իրականում լուրջ բան է դա, մեր կյանքի մեջ լինի։ Ես էլ եմ ասում, ես չեմ կամ հասկանամ մարդկանց, որ նենց են հագնում, որ ջակի ջուկի է, բուկի մուկի է։ Ես չեմ հասկանում, ոնց են իրանք դրա մեջ իրանք լավ զգում կամ վստահ, բայց դա ձեր գործն է, ուղղակի պետք է մի քիչ ուժեղ աշխատել, այսինքն ակցենտ դնել ուժի վրա եւ աշխատել, որպեսզի լավ տեսք ունենալ։ Փորձել է պետք, աշխատել է պետք, ուժ է պետք գործադրել։ Ես չեմ ասում, ես ինչ ֆիրմեք, ինչքան ինչ-որ սենց ֆանտաստիկ բան է, ուղղակի արեք նենց ոնց որ ձեզ սազա եւ դուք դրա մեջ վստահ լինեք։ Աշխատանքի արվեստը ինքնավստահություն է արարում։ Կրկնեմ, աշխատանքի արվեստը ինքնավստահություն է մեր մոտ արարում։ Պետք է խոստովանել, որ շատերը չեն աշխատում իրանց ուղղությամբ, իրանց վրա, չեն աշխատում։ Սա լուրջ է, ժողովուրդ, սա դաս է, սա կարևոր բան է, որովհետև մենք ուզում ենք ինքնավստահ Երևան եւ իշխանությունն է, անկերեք են աղջիկը ասել, այդ ով է այդ հովվը, որ ասում է, բանը հիվանդության վրա իշխանություն է վերցում, ասում է, հրամայում եմ քեզ։ Բա չէ, թողանք հիվանդություն մեր գլուխը ջարդի։ Թողանք մեզ ինքը հրամայի։ Այսինքն ով ենք մենք Քրիստոսի մեջ, չեմ հասկանում։ Այդ ինչ մտածելակերպ է մարդկանց մեջ։ Ամբողջ իշխանությունը տրված է ինձ երկնքում եւ երկրի վրա, ասաց Հիսուս, ձեզ եմ տալիս նա։ Եվ ով որ հավատա, պետք է ձեռք դնի հիվանդների վրա եւ հիվանդները բժշկվեն։ Իմ անունով դեռ չեք խնդրել, խնդրեք կստանաք։ Հասկանում եք, երբ որ Պողոսը տեսնում էր, ասում է հրամայեց Հիսուսի անունով, որ այդ մարդը քայլի։ Այսինքն, որպեսզի մենք ստանանք բավականին լավ արդյունք, մենք պետք է պատասխանատվություն վերցնենք։ Մենք պատասխանատվություն չենք ուզում վերցնել ոչ մի բանի համար, դրա համար արդյունքը թույլ է, վստահությունը թույլ է, թերի է։ Չեմ ուզում պատասխանատվություն վերցնեմ կամ չեմ ցանկանում։ Այսինքն վիթխարի կյանքը, մեծ կյանքը պատասխանատվության վրա կառուցվում։ Այսինքն պատասխանատվություն վերցնել։ Ինչքան պատասխանատվություն ես վերցնում, այդքան քեզ իշխանություն է տրվում։ Չես ուզում ռուլի տանես քո տան մեջ, քույրիկ ջան։ Պատասխանատվությունը քո ձեռքին է, բանալները քո ձեռքին է, շերեփը քո ձեռքին է, հարթուկը քո ձեռքին է։ Սա քո ձեռքին է, որին կուզես կհարթուկես, որին կուզես կշերեփես, որին կուզես որ բաժինը, կուզես այդ բաժինը կհասցնես։ Սա կարևոր բան է, մենք լուրջ եմ ասում, մեր վստահությունը գալիս է տեղից, բա դու ինչ ես ուզում անես։ Ինքնավստահությունը մեծանում է իրավասության հետ։ Իրավասության հետ։ Իսկ իրավասությունը գալիս է համառ աշխատանքից։ Զենքը մաքրում են, որպեսզի չլռի իրականում պատերազմի ժամանակ։ Զենքը չես մաքրեմ, դու հանկարծ լռում ա քո փամփուշտը այդ անցքի մեջ եւ
պարտությունը գալիս քո կյանքի մեջ։ Զենքը պետք է մաքրել։ Մի զինվոր կար, որ մաքրում էր իր զենքը, որովհետև գիտեր, որ ինքը բայվոյ է զադաչան աշխատանքից հետո ինքը պետք է իմանա մանավանդ ինչքան յուղով է մաքրում, ինչքան է մաքրում, ոնց է մաքրում, ինչեւ վստահ չլինի, որ իր զենքը կարա ժամերով աշխատի պատերազմի դաշտում եւ չլռի եւ իրան հանկարծ չքաշի։ Մեր հաղթանակը գալիս է համառոյն աշխատելուց, ճիշտ աշխատելուց, լավ աշխատելուց, վստահություն, իմ զենքի վրա վստահություն ունեմ։ Ես վստահ եմ, 3 անգամ չի քոքվում մաշինը հետ։ Առավոտ է վերես կացել, 3 անգամ չի քոքվում մաշին։ Դու ռիսկ չես անի այդ մեքենայով դուրս գաս քո երկրից։ Որովհետեւ ասես մաշինն ինձ կքաշի միտեղ ճամփին։ Պատկերացնում եք դուք գնում եք Կոբուլեցի։ Թիֆլիսը դուրս եկաք, համարեք, որ դուք չոլում եք մինչև Կոբուլեցի։ Միտեղ մի բան եղավ, ոչ մեկ տեր չի քո ավտոյին, քեզ։ Դու քաշված վիճակում ես։ Դու վստահ եմ, որ դու չես վստահ, որ 3 անգամ այդ ավտոն չքոքվեց, դու վերեսում եմ ու դուրս ես գալիս այդ ձև համարցակ քո քաղաքից, քո երկրից։ Չես վստահի։ Յուրաքանչյուրը, որ ուզում է գործել լավ, ընթացք ունենա, պետք է հենց ինքն էլ մասնակցի դրան։ Սա կարևոր բան է։ Եթե դու ուզում ես այդ բանը լավ ստացվի, ինչ ես ուզում անես, եթե դու ուզում ես դա լավ ստացվի, դու ինքդ պետք է մասնակցես դրան։ Հավատացեք, ոչ մեկին դու չես կարող վստահես այն բանը, որ դու ես ուզում որ դա լավ ստացվի։ Դու ասել ես գնացեք արեք ու հավատում ես, որ լավ է ստացվելու, չի ստացվելու։ Դու պետք է մասնակցես դրան։ Յուրաքանչյուր ով ուզում է լավ գործի ընթացքում ունենա, պետք է հենց ինքն էլ մասնակցի դրան։ Ոչ մի անգամ այդ ձևի գործը լավ չի ավարտվել, ժողովուրդ, որ ուրիշի վրա ես թողել։ Դու թողել ես այդ գործը, գնացել ես մտածելով, որ էսա իրանք պատյանը եկել, իմացել ես, որ այդ գործը չի արվում։ Լավ չի արվում, գնում ես տենում, լավ չի արվում։ Այդ դու այնտեղ չես եղել, չես ուղղել, չես մասնակցել, չես արել, չես ասել, որ իմ սրտով չի, ձե պետք է արվի։ Հավատացեք, այդ գործը լավ չի ստացվելու։ Վստահ եղեք։ Որպեսզի վստահ լինենք ինքներս մեզ, մենք պետք է ինքներս մեզ նաև լավ ճանաչենք։ Դու քեզ քո տեղը չգիտեիր։ Դու քո տեղը գիտես, չէ՞։ Դու քո վրա վստահ չէիր, որ այդ բանը սկսեցիր։ Ես ուզում եմ սովորեմ, ամառվա լրիվ դասերին գա, դու քո տեղը չգիտես, որ դու չտես գա դասերին։ Ժողովուրդ, դուք ստեղ եք։ Եթե ձեզ չգիտեք, ոնց կարաք վստահ լինեք ձեզ վրա, ընդհանրապես։ Այսինքն դուք պետք է ձեր հմտությունները իմանաք, ձեր կարողությունները, հմտությունները, ձեր հայացքները իմանաք եւ ձեր բնավորությունը իմանաք։ Ես կարամ դա անեմ, թե չեմ կարանեմ, վստահ եմ իմ վրա, թե չէ։ Ես վստահ չեմ, որ ես կարող եմ, ես վստահ չեմ, որ ես կարող մատոր շինեմ։ Եթե անգամ չքոքես, վստահ չեմ, որ ես կհասկանամ, թե ինչ անեմ, որ քոքվի։ Ես վստահ չեմ։ Եթե ես իմ ավտոյի մեջ դանգրած չունեմ, ես ոնց եմ վստահ, որ մի տեղակս ծակվի, ես սաղ նորմալ ալնելու, ոչ զապասկա կա, ոչ դանգրատ կա, ինչ եմ անելու, մի հատ կլուչ ունեմ, մի բան հենցն են չի գնեմ, սիրում ենք մեղավոր մանգանք, ու գիտեք ում վրա ենք կանգնեմ, հիմնական թույլ մարդ վրա, որ ինքն է մեղավոր, մենք թույլ մարդ ենք ման գալիս, որ իրա վրա բարձենք, իրան մեղադրենք, իրան հանենք մեկի դեմ, մեկին հանենք իրա դեմ, ճակատի տանք իրար։ Սա ով է այս մարդը, անվստահ մարդն է, որ ինքը պետք է այդ գործն աներ, ինքը այդտեղ չի։ Այսինքն նայենք մեր սրտին, ինչ եմ արել, ինչ չեմ արել այնպես եւ ինչ եմ արել այնպես, կամ խիփչացավ այս բանը։ Էմոցիաները պետք է հիմնված լինեն միշտ ճշմարտության վրա։ Դուք չեք կարող էմոցիայով ուղղակի զուտ առաջնորդվել, դուք պետք է վստահ լինեք եւ ունենաք ճշմարտությունը։ Տղամարդիկ, ովքեր վստահություն չունեն իրենց վրա, փոխել են ամեն ինչ այսօր աշխարհում։ Իրանց սերից հետ փոխել են։
Կանայք էլ իրանց սերն են փոխել, որովհետև իրանց մոտ է ուրիշ սխալ վստահություն կա։ Այսինքն ոչ թե էմոցիայի վրա է հիմնվում, ճշմարտության վրա է հիմնվում։ Այդ դա է պատճառը, որ տղամարդիկ դարձել են, կանանիկ դարձել տղամարդ։ Եվ չես կարա նրան ասես տղամարդ, դա կին մեկ է։ Եկեք սենց տեղեր ասեմ գրեք, Ելից 4:10, Երեմիա 1:6, Մովսեսը խոսում է փարավոնի հետ, իսկ Երեմիան ասում է ես փոքր եմ, ես չեմ կարա։ Երեմիա 1:6, Ելից 4:10, Ղուկաս 10:19, Սաղմոս 91:7։ Մենք ամեն ինչ կարանք հետո իմացեք, որովհետև սրա հակառակ տեղերն էլ ունենք, Փիլիպպեցիս 4:13, Հովանես 4:4, առաջի Հովանես 4:4, Գործք 1:8, Սաղմոս 18:29, ձայնագրության մեջ կլսեք։ Վստահությունը դա ներքին ուժ է, զորություն, որը արտացոլվում է ամեն բանի մեջ։ Ինչ որ անում ենք, ինչ որ խոսում ենք, եւ ուր որ գնում ենք, կամ ուր որ էլ գնանք, ստանում ենք դա։ Այսինքն վստահությունը կամ անվստահությունը, որը արտացոլվում է ամեն բաների մեջ։ Սատանան միշտ փորձելու է քեզանից վերցնել այն, ինչ որ դու ստեղ ստանում ես։ Գիտեք ինչ նկատի ունեմ, հիմա ասեմ։ Ստեղ դուք լսում եք ծառայություն, ձեր մեջ բաներ է բորբոքվում, ճիշտ է։ Վստահություն է գալի, համարձակություն է գալի, իշխանություն է գալի, հավատք է գալի։ Հետո գնում ես տուն, երեխու ձեռից հեշտ է, չէ՞ վերցնել մի բան, որ տվել են իրան դրսում։ Սատանան ոչնեի գլխին խփելու է վերցնի։ Սատանան փորձելու է վերցնի ձեզանից այս թեմաները։ Խլի։ Երկու օր հետո դուք մոռանալու եք, որ վստահության թեմա եք անցել։ Պետք է մոռանանք, որ մի քանի շաբաթ առաջ հիասթափության մասին եք լսել։ Ու դուք պետք է նորից ու նորից հիասթափվեք։ Սատան գողանում այս թեմաները ձեր ձեռից։ Հետո վախ է բերելու եւ գողանալու համարձակությունը եւ վախն է տալու եւ հիասթափությունն է տալու ձեր ձեռը տալու է եւ ղրգի տուն ճամփա դնել ձեզ դուք պետք է սա նորից ու նորից աշխատեք սրա ուղղությամբ եւ 100% իմացեք որ դուք կանգնելու եք իրավիճակի առաջ եւ պետք է որոշեք դուք պետք է մի վախենաք թե ոչ ես էլ ասում եմ վախ չկա Վախ չկա, սիրո մեջ վախ չկա։ Ինչ որ դու Աստծուց ես ստացել, ինչ որ քեզ Աստված ա տվել, դա պետք է պահես։